ձեր խոսքի որպես շարունակություն, հա, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան, որը ձեր կառավարությունը հայտարարել դեպի Եվրոպա, կարծես այդքան էլ հեշտ չի գնում, ամեն դեպքում շատ խոչընդոտներ կան, ինչը հենց ուղիղ անդառնում է քաղաքացիների վրա, տեսնում են գրեթե պարբերական բնույթով տարբեր ֆերմերներ, գյուղացիներ գրեթե ամեն օր ակցիաներ են իրականացնում։ Ես ուզում եմ իմանալ կառավարությունը կոնկրետ այս քաղաքական ու տնտեսական հարցի մի կոնկրետ այս քաղաքացիներին, ովքեր իրենց հացի, այսպես ասած, համար են իրար առօրյա խնդիրների համար են պայքարում, կոնկրետ ինչ առաջարկներ ունի եւ ինչպես ձեր խոսքից ենք հասկանում, դուք եւս կողմ եք Ռուսաստանի առաջարկին հանրաքվեի հետ կապված։ Ուզում եմ իմանալ, սա ինչ ժամկետում եք պատկերացնում հանրաքվեի անցկացումը եւ ինչ մեխանիզմով եւ եւս մեկ հարց, պարոն Փաշինյան, դատախազությունը փաստորեն ընթացք տվեց Տիկին Աննա Հակոբյանի հաղորդմանը, երբ որ նա ասում էր, որ իր հրապարակումներից հետո կյանքին սպառնալիքներ է ստանում։ Ես ուզում եմ իմանալ, դուք տեղյակ եք ինչ սպառնալիքների, ինչի մասին է խոսքը եւ արդյոք եթե օրինակ հասարակ քաղաքացին, ես կամ մյուսը նման գրառում հրապարակում անային, դատախազությունը այսքան արագ կգործեր ու միանգամից ընթացք կտար։ Կարծում եմ իրավապահները հանցագործության դեպք պարունակող ցանկացած դեպքի պարտավոր են արձագանքել եւ արձագանքում են, այդտեղ իհարկե պետք չի ժխտել, կախված է նաեւ հայտարարությունների տեսանելիությունից, որովհետեւ հնարավոր է ինչ որ մի քաղաքացի իր էջում այդ թվում գրի եւ տեսանելիության խնդիր լինի, այսինքն սոցիալական ցանցերում որոշ պարզա որ որոշ մարդկանց գրածները ավելի տեսանելի են, որովհետեւ մամուլն է հետո դա տիրաժավորում եւ այլն եւ դա դառնում է ավելի տեսանելի եւ արձագանքնել համապատասխանաբար էլի դառնում է ավելի տեսանելի։ Ինչ վերաբերվում է տեղյակ եմ արդյոք ինչ սպառնալիքների մասին է խոսքը, այո, տեղյակ եմ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ես ասեմ, որ մենք բազմաթիվ ծրագրեր ենք արդեն աջակցության ընդունել գյուղատնտեսության ոլորտում, այլ ոլորտներում եւ մեր առաջարկը գիտեք, մենք զարգացման ծրագրեր ունենք, որոնք 2019 թվականից գործում են եւ ուժի մեջ են եւ բոլոր այն տնտեսվարողները, ովքեր այդ ծրագրերից օգտվել են, համոզված եմ կամ իրենք այսօր խնդրեմ չունեն, կամ իրենց խնդիրները շատ ավելի մեղմ են։ Շնորհակալություն վերջին հանձնարարականի առաջարկներից հետո ինչ-որ։ Այո, կան նորություններ։ Կան նորություններ, առաջիկայում կիմանանք այդ նորությունները։ Եվ վերջին հարցը։ Պարոն Փաշինյան, Տիկին նախարար Դավիթ Խուդայցյանը խոսելով Իրանի այցի